Ողջույն սիրելի ընկերներ, բարի գալուստ հայկական խոհանոց։ Այսօր պատրաստում ենք համեղ, փքուն, կատարյալ էկլերներ, բայց առանց կարագի, օգտագործելով ձեթ։ Եթե երբևէ մտածել եք, որ տան էկլեր պատրաստելը բարդ է, ապա այսօր կտեսնեք, թե որքան հեշտ է այն պատրաստել։ Արդյունքում ստանալու ենք ոսկեգույն, փքուն, կրեմով լցոնված անուշաբույր էկլերներ։ Սիրելիներս, եթե ձեզ դուր են գալիս իմ բաղադրատոմսերը, մի մոռացեք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել իմ ալիքին, նոր եւ համեղ բաղադրատոմսերից հետ չմնալու համար։ Դե ինչ, անցնենք գործի։ Այս էկլերները պատրաստվում են ամենապարզ եւ հասանելի բաղադրիչներով, որոնք անպայման կգտնեք ձեր խոհանոցում, սակայն արդյունքը ստացվում է գերազանց։ Մեզ անհրաժեշտ է 300 մլ ջուր եւ 150 մլ ձեթ։ Որպեսզի էկլերները ստացվեն համեղ, պարտադիր պայման է, որ ձեթը լինի անհոտ։ Ավելացնում ենք 1 պտղուն ծաղ եւ կաթսան դնում ենք կրակին եւ թողնում ենք, որպեսզի զանգվածը եռա։ Բարեկամներ, ալյուրը եւ ջուրը չափում ենք նույն բաժակով, իսկ մոտ բաժակի տարողությունը 300 մլ է։ Երբ ջուրը ձեթի հետ եռա, միանգամից ավելացնում ենք ամբողջ ալյուրը եւ արագ-արագ խառնում ենք։ Գդալի ծայրով այսպես անընդհատ սեղմելով, որպեսզի ստանանք միատարր զանգված խմորը պովում ենք 4-ից 5 րոպե։ Ես օգտագործում եմ սիլիկոնե գդալ, այսպես շատ հեշտ է աշխատել։ 5 րոպե պովելուց հետո խմորը լցնում ենք մեկ այլ տարայի մեջ եւ թողնում ենք հովանա։ Երբ խմորի ջերմաստիճանը իջնում է մոտ 40 աստիճան, այսինքն այն ձեռքին հաճելիորեն տաք է թվում, մեկ-մեկ ավելացնում ենք 5 խոշոր ձու։ Եթե ձեռքի տակ մանր հավկիթներ են, կարող է օգտագործվել նաև 6-ը։ Անընդհատ խառնելով մեկ-մեկ ավելացնում ենք 5 ձու։ Առաջին ձուն ավելացնելուց հետո կարող է թվալ, որ խմորը վերածվում փշրանքի, սակայն ամբողջ ավելացնելուց հետո պետք է ստանանք միատարր էլաստիկ զանգված։ Էկլեր պատրաստելու գործում ամենադժվարը խմորը եւ ձուն միասին խառնելն է, այնպես որ զինվում ենք համբերությամբ։ Ահա ավելացնում եմ վերջին հավկիթը եւ մի լավ խառնում եմ, պետք է ստանանք այսպիսի ձգվող խմոր։ Այս բաղադրատոմսով կարելի է թխել խոշոր 10-ից 12 կամ 14-ից 16 միջին չափի էկլերներ։ Մեկ ճաշի գդալ խմորը դնում ենք յուղաթղթի վրա եւ այսպես գդալներով պտտեցնում ենք, տալով վարդի տեսք։ Այսպես ձևավորում ենք բոլոր էկլերները։ Պետք է թխենք նախապես 200 աստիճան տաքացված ջեռոցում։ Երբ լավ բարձրանան եւ կարմրեն, իջեցնում ենք ջերմաստիճանը 170-ից 160 աստիճան եւ թողնում ենք եւս կես ժամ։ Ահա խոշոր եւ փքուն էկլերները պատրաստ են։ Մինչ դրանք կսառչեն, պատրաստում ենք կրեմը։ Դժվար է հավատալ, որ այս շքեղ էկլերները պատրաստելու համար վերցրել ենք ձեռքի տակ եղած ամենապարզ բաղադրիչները։ Պատրաստում ենք ունիվերսալ եփովի կրեմ, որը կարելի է օգտագործել փքաբլիթներ թխելու ժամանակ։ 180 գրամ շաքարավազի վրա ավելացնում ենք 3 լիք ճաշի գդալ ալյուր եւ մի լավ խառնում ենք։ Սա անում ենք նախապես, որպեսզի կրեմի մեջ գնդիկներ չլինեն։ Այնուհետև անընդհատ խառնելով քիչ-քիչ ավելացնում ենք 500 մլ կաթ։ Ընթացքում ավելացնում ենք 2 ձվի դեղնուց եւ 1 թեյի գդալ վանիլային շաքարավազ։ Միայն ձվի դեղնուցով պատրաստված եփովի կրեմը ստացվում է ավելի թեթև եւ համեղ, խորհուրդ եմ տալիս փորձել այս տարբերակը։ Սիրելիներս, եթե քաղցրի սիրահար եք, կարող եք շաքարավազը մի փոքր ավել վերցնել, այսպես ստացվում է միջին քաղցրություն ունեցող էկլերներ։ Կաթսան դնում ենք ցածր կրակին եւ անընդհատ խառնում ենք, որպեսզի տակը չկպչի։ Մոտ 4-5 րոպե անընդհատ խառնելուց հետո ստանում ենք այսպիսի խիտ զանգված։ Սիրելիներս, այս կրեմը շատ հեշտ է փչացնել, այդ պատճառով եղեք զգույշ եւ հետեւողական եւ գազօջախի մոտից հեռու մի գնացեք։ Կրակ անջատելուց հետո ավելացնում ենք 150 գրամ կարագ, մի լավ խառնում ենք, որպեսզի ստանանք միատարր զանգված եւ վերջ, կրեմը պատրաստ է։ Ահա տեսեք, թե ինչպիսի միատարր եւ համեղ կրեմ ենք պատրաստել։ Ծածկում ենք սննդային թաղանթով եւ թողնում ենք սառչի։ Այս էկլերները թխելու համար ձեզանից կպահանջվի մոտ 2 ժամ, սակայն արդյունքը կգերազանցի ձեր բոլոր սպասելիքները։
Կրեմը սառչելուց հետո լցոնում ենք էկլերները։ Էկլերների կողքից մի փոքր կտրվածք ենք անում և առատորեն կրեմ ենք դնում։ Այսպես ձևավորում ենք բոլոր էկլերները։ Տեսեք, թե մեջը որքան լավ է թխվել, վստահ եմ, որ ձեզ մոտ էլ առաջին անգամից կստացվի։ Վերջում առատորեն շաքարի փոշի ենք ավելացնում և մատուցում ենք սուրճի կամ թեյի հետ միասին։ Սիրելիներս, այս պարզ սակայն անչափ համեղ բաղադրատոմսը փորձելուց հետո խնդրում եմ մեկնաբանությունների բաժնում կիսվեք ձեր կարծիքներով։ Հիմա կիսենք և տեսնենք, թե ինչպես է ստացվել։ Պարզապես իդեալական է ստացվել։ Դե ինչ թանկագիններս, այսօր էլ այսքանը։ Պատրաստեք սիրով, սնվեք առողջ և եղեք առողջ։ Ցտեսություն, կհանդիպենք։